Արձանագրենք, մարտի 14-ին Ադրբեջանը հայտարարեց, որ խաղաղության համաձայնագրի բանակցություններն ավարտված են։ Հայկական կողմը հաստատեց։ Նշանակում է, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի։ Տրամաբանորեն այո, իրականում ոչ։ Նույն օրը Բաքուն խոսեց հերթական նախապայմաններից՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ԵԱՀԿ Մինսկի խումբ, միջազգային արձագանքները համանման էին։ Միայն Էմանուել Մակրոնն արձանագրեց, որ դա գործընթացի սկիզբն է սոսկ։ Մոսկվան հերթական անգամ հայտարարեց, որ պատրաստ է հարթակ տրամադրել ստորագրմանը, ի շարունակումը 2020-ից 23-ի գործընթացների։ Ստորագրել Մոսկվայում նշանակում է ջուրը գցել թե համաձայնագիրը, թե խաղաղությունը։ Ինչ ունենք այսօր։ Առաջին, խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, բայց օրը եւ վայրը հստակ հայտնի չէ։ Երկրորդ, Բաքուն ակնհայտ անակնկալի եկավ հայկական կողմի համաձայնությունից եւ հայտնվեց փակուղում։ Այժմ ելքեր է որոնում իրավիճակը նախորդ փուլ վերադարձնելու։ Այն է, հայկական կողմը խաղաղություն չի ուզում, ռևանշիստ է, ամեն օր կրակում է մեր սահմանների վրա։ Արձանագրենք, որ կրակոցների ապատեղեկատվությունը համընկավ Վալենտինա Մատվիենկոյի Բաքու այցի հետ։ Երրորդ, Բաքուն հասկանում է, որ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակը երկար ձգել չի կարող եւ պատերազմ սկսել չի կարող։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ոսկեդարը ԱՄՆ-ում հայտարարել է խաղաղության հաստատման ժամանակ աշխարհում։ 2025-ին Բաքուն կողքին չունի Էրդողանին։ Միայն Պուտինն է մնում պատերազմի ջատագով եւ հրահրիչ։ Չորրորդ, կրակոցների սուտը ապատեղեկատվական պատերազմի հնարք է, ներքին եւ արտաքին աշխարհին ուղղված։ Ալիևը փորձում է թե իր հանրությանը, թե աշխարհին ներկայացնել, որ խաղաղություն հնարավոր չէ, հայերը կրակում են։ Հայաստանում նպատակն այլ է՝ ձեր իշխանությունը համաձայնեց ԵՄ դիտորդներին սահմանից հեռացնել եւ ձեզ անպաշտպան թողնել։ Իրականում Բաքուն ստում է, որովհետեւ փորձում է առևտուր անել ԱՄՆ-ի հետ։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման դիմաց 907 բանաձևի արգելքը հանելու, այլ առավելություններ ստանալու, հիանալի հասկանալով, որ ոչ ոք չի հավատում իր ստին, ոչ ԱՄՆ-ում, ոչ ԵՄ-ում, որի դիտորդները պարբերաբար հերքում են կրակոցների փաստը, ոչ Թուրքիայում։ Սա նյարդերի կռիվ է, ով առաջինը կհանձնվի։ 5-րդ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Օլցի X-ում գրառումը Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիկմետ Հաջիևի հետ հեռախոսազրույցի մասին առանցքային էր։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը մեծ քայլ են կատարել եւ համաձայնել են խաղաղության պայմանագրին։ Ես նրան ասացի, որ մենք պետք է ավարտենք այս խաղաղության համաձայնագիրը հիմա, ազատենք բանտարկյալներին եւ միասին աշխատենք տարածաշրջանը ավելի անվտանգ եւ բարգավաճ դարձնելու համար։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն նոր պատերազմ թույլ չի տա։ Համաձայնագրի ստորագրումը ձգձգել թույլ չի տա։ ԱՄՆ-ն հաստատում է իր ներկայությունը տարածաշրջանում եւ կողմ է արդարության։ Ազատենք բանտարկյալներին ու զարգացման, աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ եւ բարգավաճ դարձնելու համար։ Հիմա բացառվում են նաև միջանցքային տրամաբանության մեջ քայլերը։ Սա հերքում է այն մտայնությունը, որ Թրամփը եւ Պուտինը վերաբաժանում են աշխարհը, եւ Թրամփը մեր տարածաշրջանը հանձնում է Պուտինին իր բոլոր հետևանքներով։ 6-րդ, երաշխիք է համաձայնագիրը խաղաղության։ Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում այո, եթե համաձայնագրի երաշխավորը լինի ԱՄՆ-ն եւ ստորագրվի Վաշինգտոնում, այլապես համաձայնագիրը նույնանալու է համաշխարհային պատմության ստորագրված եւ գործած տասնյակ համաձայնագրերի, որոնք խախտվել են առաջին իսկ հարմար պահին։ Ռուսաստանի Դաշնության երաշխավորությունը բացառվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման ընթացքով։ ԵՄ-ի երաշխավորությանը դեմ է Ադրբեջանը։ 7-րդ, երաշխիք է համաձայնագիրը տևական խաղաղության։ Դեռ ոչ, քանի դեռ տարածաշրջանում չի վերականգնվել ուժերի հավասարակշռությունը, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում չկա անվտանգության իբրև համակարգի ընկալումը, որ ներառում է զինված ուժերը, արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը, կրթությունը, ժողովրդագրությունը, էներգետիկ եւ պարենային անկախությունը, իմա դիմադրունակության եւ ինքնիշխանության մակարդակի բարձրացումը։ Հետգրություն. Ադրբեջանը ժամանակ է շահում ԱՄՆ-ի հետ գործարքներ կնքելու։ Հայաստանը իրեն դուրս է դնում այս խաղից, եթե օր առաջ, ժամ առաջ չի դիմում ԱՄՆ նախագահին, որպեսզի ԱՄՆ-ն լինի խաղաղության համաձայնագրի երաշխավոր, երաշխավորը դառնալով տարածաշրջանում ոչ միայն խաղաղության, այլև զարգացման, այն է տնտեսական ծրագրերի։
Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը 2 անգամ առաջարկը բարձրաձայնել է պահի կարևորության եւ անհրաժեշտության ընդգծումով։ ՔՊ-ի հավասարակշիռը վաղուց արդեն սպառել է իրեն եւ վտանգավոր դարձել պետության համար։ Ինքնորոշման ժամանակն է, պաշտպանելու, կառուցելու, զարգացնելու։ Պետությունն այլ տարբերակ չունի։ Այս ճշմարտությունը չգիտակցող իշխանությունը գնում է սուիցիդի։ Խաղաղության ոչ մի համաձայնագիր 2026-ին չի կարող հաղթաթուղթ լինել, եթե խաղաղությունը երաշխավորված չէ։ Գրել է Անահիտ Ադամյանը Facebook-յան իր էջում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության պայմանագրի առնչությամբ, դիմելով Ալիևին եւ առաջարկելով խորհրդակցություններ սկսել պայմանագրի ստորագրման շուրջ։ Նախորդին Նիկոլ Փաշինյանն այդօրինակ գրառում էր արել, նշելով միայն, որ ինքը պատրաստ է ստորագրել։ Այսօր արդեն նա կոնկրետ առաջարկով դիմում է Ալիևին սկսել խորհրդակցություններ ստորագրման շուրջ։ Մինչդեռ նախորդին Իլհամ Ալիևը Արցախի օկուպացված մատաղիսում ելույթ ունենալով այսպես կոչված վերաբնակների առաջ արել է հերթական ագրեսիվ հայտարարությունները, որևէ խոսք չասելով խաղաղության պայմանագրի համաձայնեցվածության մասին։ Նույն օրը նրա արտգործնախարար Բայրամովը կրկնել է նախապայմանները, Հայաստանի սահմանադրության փոփոխություն եւ Մինսկի խմբի լուծարում։ Իսկ Ադրբեջանի ՊՆ-ն արդեն մի քանի օր է տարածում է ապատեղեկատվությունների շարք, թե իբր հայկական զինուժը կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը նախորդին նույնիսկ մի գրառում էլ արել էր այդ կապակցությամբ, հայտարարելով, որ հստակ ցույցում է տվել ՊՆ-ին չկրակել սահմանին, քանի որ Հայաստանը պատրաստվում է խաղաղության, ոչ թե պատերազմի։ Եվ ահա Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան էլ գրառում է անում պայմանագիրը ստորագրելու շուրջ խորհրդակցություններ սկսելու առաջարկով դիմելով Իլհամ Ալիևին։ Վերը նկարագրված ֆոնին քանի տոկոս հավանականություն կա, որ Իլհամ Ալիևը կարող է ընդունել այդ առաջարկը։ Տրամաբանությունը հուշում է, որ հավանականությունը մոտ է 0-ին։ Համենայն դեպս, եթե դատենք այն պատկերով, որ տեսնում ենք, եթե այդուհանդերձ Ալիևն ընդունի առաջարկը, այն դեպքում, երբ օրինակ Բաքուն մերժում է արձագանքել օրեր առաջ գրավոր կերպով Հայաստանի ԱԳՆ ներկայացրած նույն առաջարկին, ապա դա եւս մեկ անգամ կվկայի, որ հայ-ադրբեջանական գործընթացի իրական տրամաբանությունը եւ բովանդակությունը քիչ կապ ունեն արարևույթ պատկերի հետ։ Հետևաբար կառաջանա հարց, թե ինչու են կողմերը հանրությանը մատուցում մի պատկեր, բայց առաջնորդվում այլ տրամաբանությամբ։ Եթե այդուհանդերձ չկա այդպիսի խորհրդապահականություն, ապա հարց է առաջանում, թե Հայաստանի վարչապետն ինչու է անում մի առաջարկ, երբ պարզ է, որ այն մերժվելու է եւ առավելագույնն արժանանալու է նախապայմանների հերթական հիշեցմանը։ Հարցը անշուշտ այն չէ, որ Հայաստանը պետք է հրաժարվի խաղաղության ուղղությամբ աշխատանքից եւ ըստ էության ենթարկվի իրավիճակի ապակառուցողականության Ադրբեջանի թելադրած տրամաբանությանը, բայց ամենայն դեպս հարցեր են առաջանում Facebook-յան գրառումների շարքի տրամաբանության առնչությամբ, որտեղ տրամաբանական պատասխանը թերևս այն է, որ այդ գրառումները ուղղված են ներքին լսարանին։ Նյութի աղբյուր, Առաջին AM։